Ի տխրություն բոլորիս, նույնիսկ եթե հունգարներին հաղթենք, միևնույն է դրանից չեն բացվելու ռեալ շանսեր երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու համար։ Մենք այլևս մեզնից չենք կախված, սակայն ցանկացած լավ խաղ, ցանկացած հաղթանակ նպաստում է ազգային հավաքականի առաջխաղացմանը, մեզ դարձնում է ավելի կուր կոլեկտիվ, ուրախացնում է ֆաներին եւ ունենում է հույժ կարևոր դեր, հատկապես հոգեբանական տեսանկյունից։ Խոսելով Հունգարիայի ընտրանուց, ավելի ռացիոնալ ֆուտբոլ է խաղում ավելի համակցված, բայց միևնույն ժամանակ կիրառում է այս սպորտաձևի հունգարական դարբնոցի ակունքներից եկող հարձակվողական ֆուտբոլի խոհանոցի մշակույթը։ Պատկերացրեք, եթե մի հավաքական Պորտուգալիային է 4 անգամ տխրեցնում, ապա հարձակվողական ինչ պոտենցիալով է նա օժտված։ Այն Պորտուգալիան, որը մեզ 5 գոլ խփեց, հունգարներին դիմակայելիս ավելի բացասական արդյունքից խուսափեց զուտ 40 տարեկան Ռոնալդուի շնորհիվ։ Մադյարներին այս դիմակայություններում երկու ֆիգուր առաջնորդեց։ Նրա ավագ ու խորհրդանիշ, Լիվերպուլում հանդես եկող եւ եղանակ ստեղծող, լիդեր եւ գրողների դիրիժոր, ստանդարտներից հուժկու հարվածներով փայլող, շքեղ գոլեր խփող Դոմինիկ Սոբոսլայը ու կենտրոնական հարձակվող, ռմբարկոյական ջիղ ունեցող Բարնաբաս Վարգան, ով մեր խմբի անցկացրած 4 խաղերում իր անվան տակ գրանցել է արդեն 3 արդյունավետ հարված։ Հարձակվող, ով ճիշտ պահին եւ ճիշտ տեղում հայտնվել գիտի ու որպես կանոն բացարձակ չի կաղում ռեալիզացիայից։ Հատկապես հենց այս երկու ֆուտբոլիստների հանդեպ պետք է լինենք շատ ուշադիր, չգտնվենք աչալուրջ 100%-ով կտուժենք նրանցից։